այդ Մարին ով եղավ, որ դու պետքա այդ կիսուտի պատճառով կռիվների մեջ ընկնես։ Ինքը իր խնդիրները դու ինչ գործ ունես։ Մամ Մարին իմ քուրիկն է։ Ու եթե ինչ-որ մեկը իմ քրոջը փորձի նեղացնել կամ հանկարծ նեղացնի, հաստատ ես իր բոլոր օթերը կփակեմ։ Հերիքա, Էրիկ ջան, հերիքա, ինչքան կարելի է։ Կլինի ես դրանց անունը մի օր չլսեմ, ոչ դրա, ոչ էլ դրա մոր։ Ստոց իմ նորմալ ապրում ենք, հանգիստ խաղաղ ապրում ենք, մինչև մեր աղջիկը մտան մեր կյանք։ Մամ քրոջս մասին ես խոսում, նորմալ խոսա։ Իսկ դու ամեն անգամ քրոջս բառը ասելուց հասկացի, որ ինձ ես վիրավորում, չլինեին, էլի դրանք չլինեին։ Իսկ ես շատ ուրախ եմ, որ իրանք կան։ Իրանք լինելուց հետո իմ կյանքում շատ բաներ ա փոխվել։ Ես ահա որ ուրախ ու երջանիկ եմ, որ քուր ունեմ։ Շատ բան ա փոխվել, Էրիկ ջան, ես տեսնում եմ ինչքան բան ա փոխվել, ասեմ ավելին, մաշկից վրա եմ զգում։ Մամ հերիքա Մարի մասին վատ արտահայտվես։ Ինքը քեզ ոչ մի բան չի արել։ Պահի է տատելություն, հերիքա։ Ձայնդ ի վրա չբարձրացնես, տղա ջան։ Հիմա ատելությունը դրանց հանդեպ ավելի է մեծանում, օրեցօր մեծանում է, որովհետև դրանց մեր կյանք հայտնվելու օրվանից սկսած մեր տան խաղաղությունը վերածվել է քաոսի։ Չարությունից կուրացել ես, մամ։ Ու չես նկատում, որ քո այս ամեն անգամ ստեղծած վեճերից մենք հեռվանում ենք իրար։ Տղա ջան, մենք օտարանում ենք այն օրվանից, երբ որ մեր ու աղջիկը մտան մեր կյանք։ Չէ, քո այդ խոսալը լրիվ անիմաստ է։ Էրիկ, Չեմ ուզում քեզ լսել։ Ոայ մամ, ինձ թվում է նույն վիրուսն է քեզ մոտ։ Սարսափելի վիրուս է։ Վախենամ հենց այդպես է լինի։ Ախր քեզ վրա եմ զարմանում։ Գոնե դիմակ դնեիր գնալուց։ Բայ Անուշ, չգիտես, ես տենց բաներ չեմ սիրում։ Դիմակի տակ շունչս կտրվում է։ Հիշում ես տատ COVID-ի ժամանակ ոնց էիր նեղվում։ Նեղվելը ո՞րն է։ Թթվածնային քաղց է ապրում։ Մեր ժամանակ վիրուսները սենց ծանր չէին անցնում։ Իսկ մենք գուցե այն ժամանակ մեր դիմադրողականությունն էր ավելի բարձր։ Թեթև ակնարկ ես անում, հա։ Տարիքս 30-ս տալիս։ Ոչ, ես ասացի մեր։ Ես շատ լավ հասկացա, թե դու ինչ ես ուզում ասել։ Մամ, ես մի հատ գնամ մուտքի մոտ գամ, մի րոպե ստաննեմ։ Տորնադո էր։ Եվ ինձ թվում է այդ տորնադոյի անունը Միքայել է։ Այս ծաղիկները ինչ ես փչացրել։ Ապրես, Միշո ջան, ես ինչ ընտիր բուկետ ես ինձ նվիրում։ Դեռ չես նվիրել, ձեռքում մտա։ Դե նենց ես վայրենու պես հարցակում, մոռանում ինչի համար եկել։ Հարցակվելուց գոնե դու մի խոսա։ Դրանում քեզ հասնողը չկա։ Ճիշտ ասած, հենց դրա համար էլ եկել եմ մարս։ Ճիշտ է, ընդհանրապես չեմ փոշմանում ինչ որ ասվել այն օրը դեդոին, դաժե մի երկու բառը քիչ է ասվել։ Դրան մի երկու թաթալոշը պտտայի։ Մենակ ափսոս որ դու ուտեղ ներկա էիր, չէի ուզի տենց լիներ։ Բա այդ մարդը եկել էր, որ իմ հետ խոսար։ Ով ներկա լիներ։ Ավելի մարի ուլանդ է մարդ։ Դե միշտ տղա է։ Չեմ ասում ես իրան ներելու եմ կամ իր արածները իմ համար ընդունելի է, բայց մի քիչ հանդուրժող է պետք լինել, ոչ թե քո նման։ Բա իհարկե դու մեր մեջի արդարադատությունն ես, չէ՞։ Մարասը չի մի պահ իմ դրության մեջ չես մտնում։ Ես որ պատկերացնում եմ այդ Էդոն կամ այդ տիկոն մի պահ քո կողքը կարող է գտնվեն ու ինչեր կարող է անեն քո հանդեպ։ Մի խոսքով չեմ ուզում մտածեմ դրա մասին։ Միշո, ախր այդ ամեն ինչը արդեն անցել է, անցյալում է։ Մարս այդ ամեն ինչը քո համար է անցել։ Իսկ իմ զգացողությունները ու ապրումները հələ շատ թարմ են։ Չգիտեմ, իմ մեջ մեծ վախ կա քեզ կորցնելու մար։ Պետք չի վախով ապրել։ Գիտեմ, բայց ինչ դու իմ կյանքում հայտնվել ես, ես առանց դրա չեմ կարող։ Վախենում ես էլի հյութը լցնեմ գլխիդ։ Չէ, վախենում եմ կողքից չլինես ու չլցնես գլխից։ Գիտես մար,
Չեմ կարող պատկերացնել ոնց կարելի է այսքան մեկին սիրել։ Դե լավ, ես գնացի, ցուրտ է։ Մի քիչ էլ մնա էլի։ Որ մի քիչ էլ մնա, մաման ու տատին էլ կգան։ Բա մեծ բաչիկ էլ չես ուզում անես։ Հայ, իհարկե։ Երիք ջան։ Ես ինչի բան չես ուտում։ Այսօր շատ եմ կերել։ Էլ տեղ չկա։ Դա տրամադրությունը տնչի ա բա, տղա ջան։ Կարող են շուրջ բանից անհանգիստ ես։ Կամ ինչ-որ բանապետ չես ասում։ Չէ, ընտիրա տրամադրությունս, որ բանը լինի կասեմ, պապի ջան։ Դե նայի, պապիցդ ոչ մի բան չպահես։ Դու գիտես, որ ես քո համար ոչ մի բան չեմ խնայի։ Գիտեմ, պապի ջան։ Լիզա ջան, Էդոն վաղ ամբողջ օրը քո տրամադրության տակ կլինի։ Ես բավականին շատ հանդիպումներ ունեմ։ Էպես որ օֆիսից դուրս չեմ գալու։ Լավ, պապ ջան։ Ինչ է դու։ Այդ Աննասունին էլի գործի եք ընդունել։ Էրիկ, լսում ես ոնց ես խոսում են էլ պապիկի ներկայությամբ։ Երիք ջան, մարդ պետք է մի քիչ ներողամիտ լինի տղա ջան, ու հնարավորություն տա մարդուն իր սխալը ուղղելու։ Ինքը նույն սխալները կրկնելու է, պապի։ Ու ես քեզնից չէի սպասում, որ դու մեջքիցս սենց կխփեիր։ Երիք ջան, դու ես ամենին այդպես մի նայ տղա ջան։ Էդոն շատ է զղջացել իր արածների համար։ Դա նույնիսկ պատրաստ է Մարիից ներողություն խնդրելու։ Ես էլ ասում եմ ինչի է այդ ուռոդը որոշել տենց բան անի։ Փաստորեն դու ես ստիպել։ Ես ոչ մի բան չեմ ստիպել, Երիք ջան։ Բայց այդ շատ լավ է, որ ինքը Մարիի հետ խոսացել է։ Դրա ինչն է լավ։ Կարաք ինձ բացատրեք, կարողա դուք տեսնում եք, ես չէ։ Երիք ջան։ Էդոյի ծնողները վատառողջ են։ Եվ նա ծնողների բուժման համար չի կարողանում փող գտնել։ Սխալվում ես, պապի։ Ինքը այդ ամեն ինչ հասել է նրա համար, որ քո մոտ խղճահարություն առաջացնի ու դու էլ իրեն գործի ընդունես։ Բայց իրան այսքան հնարավորություն տան, ինքը էլ իր ուռոդությունը կանի, իր նման աննասունները չեն փոխվում։ Էրիկ, այս բառապաշարդ որտեղ ես զարգացրել, որ ես տեղյակ չեմ։ Ոնց ես խոսում պապիի ներկայությամբ։ Լսիր տղա ջան, եթե մարդը քո ներման ու օգնության կարիք ունի եւ դա դու չես անում, ապա նրա կործանումը քո խղճի վրա է մնում։ Պապի դրան գործից հանի ռադարա, թող գնա ուրիշի մոտ աշխատի, դա մեր հետ գործ չունի։ Ես արդեն խոստացել եմ, իսկ դու լավ գիտես, որ Մակարյանը իր խոսքը միշտ պահում է։ Դե ինչ ասեմ, եկեք խմենք Էդոյի կենացը, իրան բարի վերադարձ մաղթենք, մեկ էլ սպասենք իրան նոր ստորությունների։ Էրիկ! Մի րոպե, թող գնա, Լիզա, թող գնա։ Ստացիմ։ Պապ ջան, ախր այս պահվածքը Էրիկի համար արդեն սովորական է դարձել։ Կներես։ Բան չկա, Լիզա ջան։ Տարիքից է։ Կանցնի։ Ու հարցը այստեղ Էդոն էլ չի է, պապ։ Հարցը այդ Մարի չեղածն է։ Էրիկը որ այդ Մարիի անունը լսում է, աշխարհում բոլորին մոռանում է։ Նույնիսկ սեփական մորը։ Գիտես, մեկ զարմանում եմ քո վրա։ Լավ էլի, մամ։ Երեխեն տանը չի, դու էլ հանգիստ նստած ես։ Իսկ ով ասաց, որ հանգիստ եմ։ Ուղղակի հասկանում եմ, որ Մարին մեծանում է։ Անկախանում է։ Պետք է շփվի։ Իսկ մեզ մնում է համակերպել այդ մտքի հետ եւ բաց թողնել նրան։ Ուղղակի նրա կողքին լինել, որպեսզի թույլ չտանք, որ սխալվի, կամ էլ Կամ էլ ինչ։ եթե սխալվի, այսինքն ոչ թե եթե, այլ դա անխուսափելի է,
Լինենք նրա կողքին եւ փորձենք, որպեսզի այդ սխալներն ավելի հեշտ հաղթահարի։ Հանգիստ խոսում ես։ Գիտես ինչու, մամ ջան, որովհետեւ լավագույն օրինակն ինձ համար եղել ես դու։ Գիտես էլի ոնց բերանս փակես։ Ես Մարիս վստահում եմ, բայց դու այդ Միշո Միքայելին շատերես չտաս։ Լավ, մամ ջան, ոնց ասես։ Ահա, Մարիս եկավ։ Բարի գալուս, նոր կացարան կարոջ։ Լիդիա ջան, բերեցիր սուրճ, աղջիկ ջան, ապրես։ Այս ձեզ պարոն Արսենյան։ Շնորհակալություն։ Չեմ։ Բաբջան, այս էլ քեզ հանուշ լինի։ Արսենյան ջան, Մակարյան այս քաղաքում են վերջին մարդը չի, որ հետո կանգնեն ասեն Մակարյան ներսեսը մի քանի $1000 համար խնդիր է սարքել։ Հասկանում եմ Մակարյան ջան, ինչ նկատի ունես։ Դրա համար էլ քեզ կանչել եմ տղա ջան, որպեսզի ներքին կարգով այս խնդիրը լուծեմ գնա։ Հարց չկա Մակարյան ջան, բայց եթե ուզում ես այդ գործով զբաղվեմ, ես դա պետք է անեմ գործից հետո, իմ անձնական ժամանակի հաշվին, չօգտագործելով պետական ռեսուրսը։ Հարց չկա Արսենյան ջան, ես քեզ լրիվ վստահում եմ։ Կարևորը որ կնոջիցս մնացած այդ զարդը վերադառնա իմ Լիդիային, վերադառնա մեր տուն։ Ուրեմն ինչով կարող եմ օգտակար կլինեմ ու ամեն բան կանեմ, որ այդ մատանին գտնվի։ Հա, էլի Արսենյան ջան, հա։ Լավ։ Լիդիա ջան, ձեզ հարմար է հիմա գործ հետ կապված մի քանի հարց տամ։ Հա, իհարկե։ Լավ։ Հիշում եք վերջ օրը երբ է ձեր մոտ եղել մատանին։ Հա, ոնց որ թե մի քանի օր առաջ էր Ռիկին Լանջունու տնօրենից հետ գնացել էի հանդիպման, այդ օրն եմ կրել, հետո եկել եմ տուն, հանել եմ, դրել եմ բոլոր զարդերի հետ, սովորաբար սեյֆում եմ պահել, այդ օրը չգիտես ինչի թողել եմ հենց զարդատուփի մոտ։ Լավ։ Իսկ երբ նկատեցիք, որ չկա մատանին։ Դե այսօր առավոտյան, ուզում էի հիշեցի, որ դրել եմ զարդատուփի մոտ, դու ուզեցի դնեմ սեյֆի մեջ, տեսա չկա, բոլոր զարդերը կար, մատանին չկա։ Իսկ այս քանի օրվա ընթացքում բացի տան անդամներից ուրիշ մարդիկ եղել են տանը, աշխատողներ, հյուրեր։ Դե ով պիտի լինի մեր տանը, ես ու տղաս ենք եղել, վերջին 10 օրը տան աշխատող չենք ունեցել։ Ուրիշ մարդ, դե հա, տղայիս ընկերն է, Միքայելն է եղել, բայց ես այդ երեխայի վրա չեմ կասկածում, իմ ընտանիքի անդամի պես է։ Միքայել։
Ոնց իմացար այս պահին, որ քո մասին եմ մտածում։ Չգիտեմ, երևի զգացի։ Ոնց ես կյանքս։ Լավ եմ արդեն, նոր եմ դեղ խմել ջերմությունս իջելը։ Բայց դե հենց դեղի ազդեցությունը թողիմ, նորից վատ կլինեմ։ Շատ վատ վիրուս է։ Ուզում եմ, որ շուտ լավ անես, որ ամեն օր քեզ տեսնեմ, թե չէ որ օրը քեզ չեմ տեսնում, օրս օր չի։ Գիտես քեզ ինչքան եմ կարոտել կյանքս։ Ես էլ քեզ եմ կարոտել շատ։ Գիտես չէ, որ զանգում էի մտածում էի քնած կլինես, որ պատասխանեցիր ուրախացա, որ այս պահին ձենը չլսեի կարող է գժվեի։ Իրականում քնած էի, քիչ առաջ արթնացա։ Ինչ որ բան ա եղել, ճիշտ հասկացա, ձենդ մի տեսակ ա։ Չէ, արդեն լավ եմ։ Ուղղակի մի քիչ անհավես եմ, բայց կանցնի, բան չկա։ Ես արդեն անհանգստանում եմ, պատմի տեսնեմ ինչ ա եղել։ Չէ էլի, այդ թեմայով չեմ ուզում խոսամ։ Բայց հիմա ուղղակի դու խոսա, ես քեզ լսեմ։ Իմ համար դրանից հաճելի բան չկա։ Դե սպասի տեսնեմ ինչ հեքիաթ գիտեմ, մինչև վերջ պատմեմ։ Համաձայն եմ։ Եթե տենց հեքիաթ չկա, որ անգիր կհիշես, մեր մասին հեքիաթ հորինի ու պատմի։ Լավ, ուրեմն աչքերդ փակի ու ուշադիր ինձ լսի։ Լինում է չի լինում, շատ կանգուր մազերով տղա է լինում։ Հանդիպում է մի աղջկա ու առաջին։ Արդեն զգում եմ վախեցի քո գիտես։ Ես քեզից չեմ վախում։ Հա։ Շատ իզուր։ Ես ոչ կրվել ես կարում, ոչ պաշտպանվել ես կարում, Տիկո ջան։ Դու ինձ արժանի հակառակորդ ես կավեսքանով փոխան։ Շուտ ես ուրախանում։ Ես ամեն ինչը ճիշտ ժամանակին եմ անում, Տիկո ջան։ Ոչ ժամանակ, ոչ շուտ է։ Չեմ հասկանում, ոնց կարա այդքան զգացմունքային մարդը համել այդքան չոր ու կոպիտ լինի։ Մարասը չի մի պահ իմ դրության մեջ չես մտնում։ Ես որ պատկերացնում եմ այդ Էդոն կամ այդ Տիկոն մի պահ քո կողքը կարող է գտնվեն ու ինչեր կարող է անեն քո հանդեպ, մի խոսքով չեմ ուզում մտածեմ դրա մասին։ Միշո, ախր այդ ամեն ինչը արդեն անցել է, անցյալում է։ Մարաս այդ ամեն ինչը քո համար է անցել։ Իսկ իմ զգացողությունները ու ապրումները հələ շատ թարմ են։ Չգիտեմ, իմ մեջ մեծ վախ կա քեզ կորցնելու համար։ Պետք չի վախով ապրել։ Գիտեմ, բայց ինչ դու իմ կյանքում հայտնվել ես, ես առանց դրա չեմ կարող։ Էրիկ, նստի մենք քեզ կտանենք։ Չէ, լավ է, գնացեք, ես ոտքով կգնամ։ Էրիկ ջան, այս սառնամանիքին։ Լավ է։ Վայ, շատ լավ է։ Ահա։ Նայի, նայի։
Սիրուն եմ դուս գալի։ Շատ չտեսնված, ով կմտածեր, որ դու սենց ֆոտոգենիկ ես։ Կատակեսան, ջայր ժամանակ գիտես ինչ սիրուն, սիմպաթիչնի, ստիլյակա տղա է, աղջիկները ցելլա են գցում հետս ծանոթանալու համար։ Ոչինչ։ Հեսա հայտնի կդառնաս, գործերդ առաջ կգրան ու էլի ցելակը գցեն քո համար, բայց կնոջը տականջից հեռու։ Այդ մեկը ճիշտ ես Բայց ասում։ այ մի հատ տեղդ փոխենք։ Էս տոնին, հա, նայի։ Ոյ, շիբ։ Հիմա մի քիչ լուրջ դեմ, հո։ Շատ լավ։ Ահա, լուրջ, կեցված, նայեցինք ինձ, գնաց։ Դուխիկ ջան, ասում եմ հարևանս նոր ավտո է առել, յուղը վրեն կուկլա, մի հրաշք բանա։ Էհա, առելա թող բարով քշի։ Ասում եմ մոտիկա, կարող է գնանք մի երկու ֆոտո էլ այդ ավտոյի մոտ անես։ Քերի թորոս, դու տենց թիթիզ բաների հետևից մինկի, դու քեզ տեսած պահի, դու լուրջ մարդ ես։ Էդ էլ ես ճիշտ ասում, դե պրծի մի երկու ֆոտո էլ արա, լանջուն ինչը գա տեսնի, նավաղի էլ հավեսը չունեմ, այս անգամ չենք պրծնի։ Բարև ձեզ։ Բարև։ Քերի, այս լուսանկարները ամսագրի համար են թե TikTok-ի։ Չէ, Instagram-ի։ Լուրջ։ Դա ինչ լուրջ է, նոր հեռախոս է առել, փորձում ենք տեսնենք լավ ֆոտո անում է թե չէ։ Պարզա։ Ինչն է պարզ, դասի գնացեք։ Դրանց տես։ Քերի թորոս, ես գնամ իմ տեղը, դու էլ քո տեղում նստի։ Դասերը կավարտվեն, հետո կշարունակենք։ Աչքիս վրա ցավ տանեմ, ապրես։ Գնացի։ Դնա սպասը։ Ես ինչ։ Ոսկե ձկնիկ։ Որտեղից։ Առել եմ։ Բան չես դպրոց բերել։ Պապի իրան բերել եմ, որ ինձ դասերի հարցով օգնի։ Ինքը ցանկություններ է կատարում։ Լուրջ։ Հո, փորձած բան է։ Կարող է խնդրենք պրեմիայի հարցով էլ մի երկու բան անի, հա։ Չէ, պապի, ինքը այդ հարցերով չի կարող զբաղվի։ Մենակ դասի հարցով է կարող օգնի։ Էդ ինչ էիր խոսում հետը։ Ծանոթանում էինք։ Ճիշտ է, ինքը չի կարող խոսալ, բայց ինչ ասում եմ, լրիվ հասկանում է։ Հա։ Երիկա հիմար դուրս տաս, աղմաղ լակոտ։ Գնա դասի։ Դու գիտես, հեսա կտենաս, որ սաղ քառորդներս 10 փակեմ, նոր կխոսենք իրար հետ։ Արսենյան ջան, բարի լույս։ Բարի օր Մակարյան ջան։ Լավ նորություն ունեմ։ Հա, լսում եմ։ Մատանին վաճառել են։ Հա։ Ու շատ շուտով կգտնենք նաև վաճառողին, որովհետև վաճառքի պահի տեսագրությունը իմ ձեռքում է։ Շատ լավն է ձուկը, չոփ։ Ուղղակի մտածում եմ չի ձանձրանա մենակ։ Որ երկուսով լինեին, ավելի հեշտ կլիներ։ Ջորջին ես կարոտել։ Հա, այն էլ ինչքան։ Գիտես, ինձ դժվար է, երբ մեկին սիրում ես։ Ինքը քո մասին հոգատանում, քեզ աջակցում ամեն հարցում ու հանկարծ ինչ-որ պահի մենակ ես մնում։ Բայց դե ավելի բարդ դեպքեր են լինում։ Ինչի մասին ես խոսում։ Դե օրինակ են, որ մենակ ես, միշտ ես մենակ։ Ասում ես, որ սկե ձկնոց բացեմ, հա։ Դե հա, որ չձանձրանա։ Ինչի պետք է ձանձրանա։ Դասանում մի աշխարհ մարդ ենք, կասենք, խոսենք օրը կանցնի ձուկոյից։ Համել ես պատրաստ չեմ ոսկե ձկնիկների սերունդ կրթել։ Հա, բայց երեխեքին կզգուշացնես, որ հանկարծ ինչով պատահի չկերակրեն։ Չէ, չեմ մոռանա։ Հետո ուզում եմ մեծ գրեմ կպցնեմ, որ չմոռանա։ Մարդ ես։ Քյութ է։ Շնորհակալություն։ Իմն է։ Ու այսօրվանից մեզ հետ նույն դասարանում է սովորելու։ Օ, շատ քյութ է։ Գիտեք, ինձ թվում է, ի տարբերություն ձեզ, ինքը ավելի լավ է սովորելու։ Նույնիսկ կարող է կարմիր դիպլոմով ավարտել։ Իսկ անունը որոշել եք։ Դեռ չէ։ Գիտեք, ինձ թվում է,
Ձուկիկին կսազեր ինչ-որ հետաքրքիր անուն, ասենք Էսմերալդա։ Շատ գեղեցիկ անուն է, իմիջալյոց մայրիկիս անունն էլ է Էսմերալդա, ձկնիկին կսազի։ Հա, ուղղակի որ իր սերը չգիտեմ, կարող է դնեմ անունը Էսմերալդա, մեկ էլ պարզվի տղա է, սիրուն բան չի ստացվի։ Ես դրա մասին չէի մտածել, Թորոսիկ, իսկ ինչպես եք որոշելու սերը։ Որոշել եմ կենսաբանության դասատուին դիմեմ, ինքը հաստատ կտարբերի։ Այո, դիմեք ձեր այդ կենսաբանության ուսուցչուհուն, նա շատ լավ է տարբերում սեռերը, նույնիսկ կարող է օդում թռչող ճանճին ասել, տղա է թե աղջիկ։ Բայց ես որ կենսապ չունենք։ Լավ, իր անունը կդնեմ Մուրազիկ։ Թորոսիկ, կարելի ավելի հետաքրքիր ու լավ անուն դնել, ասենք Էսմերալդա։ Իրեն շատ լավ կսազի այդ անունը, Էսմերալդա։ Ուղղակի Էսմերալդա, քանի որ ինքը ոսկե ձկնիկ է, Մուրազիկ իրան շատ կսազի։ Հետո հարմար է, Էսմերալդա։ Նայեք Մուրազիկ։ Էսմերալդա։ Մուրազիկ։ Նայր, Էսմերալդա, դες եկավ ինձ մոտ։ Արի անուն Էսմերալդա տնենք։ Էսմերալդա։ Ավելի հնչեղ անուն է։ Մուրազիկ։ Էսմերալդա։ Մուրազիկ։ Արի կանչենք։ Դες Էսմերալդա։ Արի։ Ինչպես միշտ ոչ ոք չկա։ Դպրոց չի, չգիտես ինչա։ Այ որ դառնամ տնօրեն նոր կիմանաք պարտաճանաչ դպրոց գալի ինչա։ Ես փուշն ով ա դրել ստեղ։ Ոչ ոք չի կարա իմ երախուն իմ դեմ հանի։ Ալո։ Բարև ձեզ։ Բժիշկ Կարլենիչի հետ եմ խոսում։ Չէ, գործազուր Կարո հետ ես խոսում, ով է։ Կներես տղա ջան, ես մտածեցի բժիշկ Կարլենիչի համարն է։ Կարա։ Սանից լավ որ չերը կարա սկսել քո համար կախոճը։
Բարև Լիդիա։ 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 Ինչ Լիդիա, չես տեսնում որ ես եմ։ Հանգստացիր, ինչ է պատահել։ Հենա պատահել, Անուշ, որ ուր գնում եմ թուլատի նման դիմացս ես դուրս գալիս։ Չեմ հասկանում, ես չեմ ազատվելու քո անցանկալի ներկայությունից։ Չի լինում քո մասին չլսել, քեզ չտեսնել, հնարավոր չի։ Հնարավոր է։ Եթե աչքերդ եւ ականջներդ փակ մանգաս, գոնե դպրոցում։ Դպրոցում քեզ տեսնելը փաստորեն չարյաց փոքրագույնն էր։ Դու արդեն ամենտեղ ես։ Նկատել ես, որ ամենտեղ ես, իմ ընտանիքում, իմ անձնական կյանքում։ Թունավոր նյութի պես ներծծվել ես կյանքից մեջ ու ամեն ինչ պղտորում ես։ Քո կյանքը քեզանից բացի ոչ ոք այդքան ջանասիրաբար չի պղտորի։ Այնպես որ դիմացինի նման մեղադրանքներ հնչեցնելուց առաջ խորհուրդ կտայի մի լավ մտածեիր։ Իսկ ես քեզ խորհուրդ եմ տալիս, որ անվերադարձ գնաս գրողի ծոցը։ Ընտանիքս քանդեցիր, ամեն ինչ փչացրեցիր, չհանգստացար։ Հիմա էլ ուզում ես Էրիկիս իմ դեմ տրամադրես։ Այնքան էլ լավ չեմ հասկանում ինչի մասին ես խոսում, բայց Էրիկի հանդեպ նման ստոր քայլ երբեք ինձ թույլ չէի տա։ Այդ հեքիաթներդ կպատմես նրանց, ովքեր քեզ կհավատան։ Իսկ ես քեզ շատ լավ եմ ճանաչում։ Սրբի դիմակը դրել ես ու ընտանիք ես քանդում։ Անուշ շատ կեղտոտ խաղ ես սկսել։ Ու ասեմ, շատ վտանգավոր նաև։ Ինչ հետաքրքիր բան է կյանքը։ Ով կմտածեր, որ տարիներ անց նման մեղադրանք կհնչեցնես։ Զգում ես, որ դերերով փոխվել ենք։ Ուզում ես ճիշտ իմանալ։ Ես չեմ զղջում։ Ոչ մի բանի համար լավ եմ արել։ Սիրել եմ, արել եմ, լավ եմ արել։ Եվ քո կարծիքով դա արդարացում է։ Ուրիշի ընտանիքը քանդելուց եւ ուրիշի ամուսնու անկողինը մտնելուց առաջ այսօրը պետք է աչքիդ առաջ լիներ։ Փաստորեն ես ճիշտ էի մտածում։ Փաստորեն դու ամեն ինչ նախապես մշակած եկել ես, որ ինձ վնասես։ Փորձիր մի ակնթարթ կողքից ինքդ քեզ լսել եւ կհասկանաս, թե ինչ անհետեթություններ ես խոսում։ Անուշ, ես քեզ հանգիստ չեմ թողնի։ Ես քեզ զգուշացնում եմ, քո ոչ մի ծրագիր չի իրականանալու։ Ինչ ծրագիր, ինչեր ես խոսում։ Ինչ անհեթեթ մտքեր ունես։ Անուշ, կապրենք, կտեսնենք։ Կտեսնենք ով կամ ինչն է անհեթեթ։ Թորոշ ջան, գիտում ես, հիմալ եմ կորոցեին խաղուճուրը։ Որ եկող լնի, խաբար արա, մի 5 լիտր մեր պուրպուլակ ես լծնեմ ուղարկ եմ ծարավոտ հագեցրու։ Քանի որ սա նախաձեռնել եք բոլորդ և իրականացրել եք, ուրեմն հիմա դասարանի բոլոր տղաները կգան ու ինձ գահին բազմած կտանեն իմ նստավայրը։ Ես ցունամի է եղել։ Պետև կամուց այդ ծաղկամուրը չեր ընկնի մանավանդ, որ պատուհանները պինդ փակեն։ Իսկ կարող է այդ ցունամին այս անգամ ուսմասվարի դեմքով է եղել։ Նման մի բան։ Սերոտ Միրաքյանը դուք եք։ Հա, ես եմ։ Բա դու ո՞վ ես։ Քննիչ Արսենյան, կարող ենք խոսել։